Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Վտանգը հայտնի էր, ողբերգությունը կանխատեսելի, ինչպես են անչափահաս քույրերը հայտնվել գետում, նոր մանրամասներ են հայտնի։ Դաժան ծեծից հետո զինծառայողը կորցրել է տեսողությունը, 24-ամյա զինծառայողի ողբերգական պատմությունը։ 12-ամյա երեխային թմրանյութ տալու գործով կա մեղադրյալ, բայց դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը։ Ավտոբուսում ուղևորները հարձակվել են Երևանի քաղաքապետարանի հսկիչների վրա, հարված է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մարզերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ինչու իշխանությունը չի կատարում դատարանների որոշումները, օրենքն է գերակա, թե քաղաքական հրահանգը։ Հապկի ֆոնին ամերիկյան դրոշներ Հայաստանում, Միացյալ Նահանգների հետ ամենամյա դարձած զորավարժությունն ինչ ուղերձ է Մոսկվային։ Փամբա գետում արդեն երկրորդ օրն է շարունակվում են 13-ամյա Նարինեի և 7-ամյա Նանեի որոնողական աշխատանքները։ Տասնյակ փրկարարներ, ոստիկաններ և կամավորներ շարունակում են զննել գետի հունն ու հարակից տարածքը, սակայն այս պահի դրությամբ երեխաների գտնվելու որևէ հետք դեռ չի հայտնաբերվել։ Պարզվում է, որ երեխաները գետի մյուս ափում գտնվող թաղամաս հասնելու համար փորձել են անցնել գետի վրա տեղադրված խողովակի վրայով, որն ավելի կարճ է, քան հետիոտնային անցումը։ Ողբերգությունն էլ հենց այդ ընթացքում է տեղի ունեցել։ Իմ գործընկեր Անի Աբաղյանն էր եղել դեպքի վայրում, լսենք մանրամասները։ Փամբակի այս խողովակն է երկու հարազատ քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառներից մեկը։ Բնակիչները պատմում են, որ երեխաները փորձել են կարճացնել իրենց ճանապարհն ու այս խողովակով անցնել, հասնել մյուս ափ, բայց չեն հասել։ Գետի գրեթե ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Խողովակի վրով անցնելուց փոքրը ընկել է գետը, սոթ հատվել ընկել գետը, մեծն էլ ձեռը գցել է, ուզեցել է օգնի, ինքն էլ է սայթաքել, հետևից ընկել։ Երկրորդ օրն է Փամբակի գրկից փորձում են գտնել երկու հարազատ քույրերին։ Դաժե հակի շորջ չենք հայտնաբերել։ Չկա ոչ։ Փամբակ գետնն ընկած երեխաներից մեկը 7 տարեկան է։ Անունը Նար է, մյուսը Նարինեն է, 13 տարեկան։ Հարազատ քույրերին ամեն օր մայրն ուղեկցում էր Օրան խնամքի կենտրոն։ Երեկ ըստ երեխաների մորաքրոջ մայրը նոր աշխատանք էր գտել։ Առաջին օրն էր, չէր ուզում բացակայել։ Երեխաներին մենակ է ուղարկել։ Մշտական հաճախել են 2-ից 6 ծնգա ժամանակահատված։ Միշտ մայրը ուշադիր է եղել, ուղղակի երեկ առաջի աշխատանքային օրն է եղել։ Չի կրծել երեխեքին տանի, այդ երկու երեխեն մեկ քիչ մշտապել են, դուրս են եկել, մինչև մյուսները գնացել են, ու չեն հասել Օրան, ճանապարհին չկա։ Քույրերի մորը շրջապատել էին հարազատներն ու հարևանները, բոլորից մեկ լուր էր ուզում լսել, գտել են երեխաներին, բայց երեխաների փոխարեն պարբերաբար շտապօգնության բրիգադներ գալիս, փորձում էին հանգստացնել գետն ընկած քույրերի մորը։ Ամեն ինչ անում ենք, գտնենք հետքեր, նշաններ, որովհետև սա առանցվածային դեպք է, երեխաների հետ կապված, ամեն ինչ անում ենք։ Երկու քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառը խողովակը մահաբեր է կոչում այդ թաղամասի բնակիչ մնացականը։ Ասում է առաջին դեպքը չէ, որ խողովակի պատճառով Փամբակը տանում է մարդկանց, մեծ ու փոքր։ Վրովը գնալ գալուց ես էլ եմ ընկել գետը, ասենք լողալն ենք իմացել, դուրս ենք եկել, ով չի իմացել խեղդվել է, մի մարդու էլ ալավերդիկ թան տարիներ առաջ։ Այս խողովակը սա ոչ կոյուղի է, ոչ ջրատար, ոչ մի բան, ինքը իրանից ոչ մի դես չի տանում, ինքը պարզապես մարդու գլուխուտող մահաբեր մի հատ թակարդա մեր զեորմաս թաղամասի համար։ Այս խողովակից վերև մի 150 մետր վերև ունենք եւ մեքենայի կամուրջ, անվտանգ, եւ մարդկանց կամուրջ, գետից բավականին բարձր սովետական ժամանակ կառուցված անվտանգ կամուրջ։ Տարիներ առաջ անգամ ստորագրահավաք են արել, որ գան ու հեռացնեն անպիտան խողովակն, ասում է։ Պատճառաբանել են, թե սարքավորումներ չունեն։ Այստեղ տեխնիկայի խնդիր, բարդ մաթեմատիկական խնդիր չի, որ չկարողանան լուծեն։ Պարզապես կռուն կա պետք, տրոսը գցենք, խողովակը հանենք, տնենք ստեղով վсё։
Սա ոչ միլիոնների խնդիր է, ոչ մեծ հիմնարկության խնդիր է, սա պարզապես մի քիչ ուղիղ աշխատացնել է պետք, ժողովրդի մասին մտածել է պետք։ Դժբախտությունների պատճառ դարձած խողովակի մոտ են գալիս բնակիչները, կանգնում, աջ ու ձախ նայում, Նարեին ու Նարինեին փնտրում։ Նրանց շարքում էր Վանաձորի 7-րդ միջնակարգ դպրոցի տնօրենը, որ աղջիկների մասին էր պատմում։ Պարկեշտ են, խլացի, թե ինչ եղավ։ Ճամբարի համար երեխաներից 3-ը գրված էին, որ ճամբար պիտի գնային, երեկվանից ասում են Երանի գն արդեն գնացած լինեին, այս ողբերգությունը չկատարվեր։ Մի խոսքով, չգիտեմ, շատ վատ վիճակ է։ Ամբողջ դպրոցը սգում է այս պահին։ Որոնում են հարազատ քույրերին, լոռու փրկարարներին միացել է նաև Տավուշի թիմը, քար ու թուփ, գետի մեջ շարժվող ու անշարժ բոլոր առարկաները հատուկ ուշադրության են արժանանում։ Փնտրվող քույրերը շտապում էին, բայց տեղ չհասան։ Փրկարարները եւս շտապում են, ուզում են րոպե առաջ գտնել քույրերին։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նոր տեղեկություններ են հայտնի դարձել տարեսկզբին դաժան ծեծի ենթարկված պայմանագրային զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ։ 24-ամյա երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից եւ վերադարձել տուն։ Հիշեցնեմ, որ երիտասարդը ստացած ծանր վնասվածքների հետևանքով կորցրել է տեսողությունը։ Դեպքի առնչությամբ իրավապահները քրեական հետապնդում են հարուցել 2 անձի նկատմամբ։ Նրանցից մեկը կալանավորված է, իսկ մյուսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռ չեն հաղորդվել։ Իմ գործընկեր Սեդա Կյուրեղյանն է գնացել հանցանքի հետքերով։ Այս տանն է բնակվում Ավետիքը, ում վրա հարձակվել են փետրվարի 5-ին Նուբարաշենի Զորամասի մոտակայքում, հարվածել գլխին, ինչի հետևանքով կուրացել են տղայի 2 աչքերը։ Պայմանագրային զինծառայող էր Ավետիքը, հատուկ նշանակության զորքերում, սպեցնազում։ Տեսախցիկի առաջ խոսել հրաժարվեց, սակայն պատմում է երեկոյան 8-ին կես ժամով Զորամասից դուրս էր եկել, գումար փոխանցելու։ Հետ գալիս Զորամաս չմտած մեջքից հարձակվել են, գլխին հարվածել ու էլ ոչինչ չի հիշում։ Կողքի տանն ապրող հարազատը պատմում է, Ավետը հավասարակշռված քչախոս տղա է, անհավատալի է համարում նրա հետ կատարվածը։ Ամեն գնալուց հետո 2-3 օր պետք է որ ուշքի գաս ասում։ Այդ երեխան տեսել ես առողջ, ամեն ձևի հիմա խիղճ դել է տանջում։ 2 ամիս հիվանդանոցում է անցկացրել տղան, վերակենդանացման բաժնում։ Մի քանի շաբաթ է որ տուն է տեղափոխվել, մանրամասները հարազատն է պատմում։ Այս վերջում նորից էլի վիրահատել են, բաց վիրահատություն ճակատի բացել են։ Մայրն ասում է գլխի հետևի հատվածին այնպիսի հարված էր եղել, որ տղան գլուխը օրերով բարձին դնել չէր կարողանում։ Ավետիքը պնդում է, գլխին հրազենով են հարվածել, բայց գաղափար չունի, թե մեղավորներն ովքեր են։ Ինքը ոչ մեկի հետ ոչ մի հակասություն չի ունեցել։ Դեպքով կալանավորված 1 անձ կա։ Մեկին էլ արգելել են երկրից դուրս գալ, քննչական կոմիտեից են հայտնում։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկի նկատմամբ 325-րդ հոդվածի առաջին մասով, մյուսի նկատմամբ 322-րդ հոդվածի առաջին մասով։ Ոչ Ավետիքը, ոչ մայրը տեղյակ չէին, որ նման զարգացումներ են եղել։ Իրավապահների կողմից որևէ ծանուցում չեն ստացել։ Տղան ասում է, եթե գոնե 1 աչքի տեսողությունը տեղում լիներ, ինքն անձամբ կպարզեր ովքեր են։ Մայրը պատմեց, Ավետի 1 աչքը արդեն հեռացրել են, մյուսը թեև բաց է, բայց ոչինչ չի տեսնում։ Բժիշկները հուսադրել են, ժամանակի ընթացքում տեսողությունը կվերականգնվի։ Սեդա Կյուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Զարգացումներ կան նաև Արագածոտնի մարզի Օրգով գյուղում 12-ամյա աշակերտի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման աղմկահարույց գործով։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ գործի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Թեև քննիչը դատարանին միջնորդել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը, դատարանը մերժել է այդ միջնորդությունը։ Փոխարենը դատարանը մեղադրյալի նկատմամբ ընտրել է ավելի մեղմ խափանման միջոց՝ բացակայելու արգելքը։ Մինչ իրավապահ համակարգը շարունակում է քննել մի շարք աղմկահարույց գործեր, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից մտահոգիչ տեղեկություններ են ստացվում։ Արդարադատության նախարարության տվյալով քրեակատարողական հիմնարկում այս պահին հացադուլի մեջ է 3 կալանավորված անձ։ Նրանցից մեկը հացադուլ է անում արդեն 12 օր, մյուսը 34, իսկ երրորդը 38 օր։ Նախարարությունը հայտնում է, որ կալանավորվածները ծայրահեղ այս քայլին դիմել են իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի եւ առաջադրված մեղադրանքների հետ անհամաձայնության պատճառով։
Հայտնի է միայն, որ 3-ն էլ մեղադրվում են ահաբեկության եւ ահաբեկության փորձի հետ կապ ունեցող հոդվածներով։ Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։ Ուղևորները հարձակվել են Երևանի քաղաքապետարանի հսկիչների վրա։ 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու փորձել հարվածել։ Նրան ձերբակալել են, իսկ մեկ այլ ուղևոր Երևանի բնակիչ 51-ամյա տղամարդ հրմշտել եւ քաշքշել է տեսուչներին ու պահանջել շարունակել ուղևորությունը։ Հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ Այժմ քաղաքական թեմաների մասին մեկնարկել է ազգային ժողովի գործող կազմի վերջին քառօրյա նստաշրջանը։ Օրակարգում 56 հարց է սկսած շրջակա միջավայրի պահպանությունից, հարկային եւ տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող փոփոխություններ։ Այսօրվա նիստի ընթացքում կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են նաեւ բյուջեի կատարման հաշվետվությունը, ընդգծելով, որ Հայաստանում արտոնյալ գործարարներ, որոնք կարող են առանց հարկ վճարելու աշխատել, չկան։ Հարկային բեռն արդարացի ձևով է բաշխված տնտեսության տարբեր ոլորտների, գործունեության տարբեր տեսակների, հարկման տարբեր համակարգերի եւ հասարակության տարբեր սոցիալական խմբերի միջև։ Եվ եթե անգամ կիրառվում են օրենքով սահմանված որոշ հարկային արտոնություններ, ապա դրանք բխում են կառավարության հայտարարած տնտեսական զարգացման առաջնահերթություններից ու գերակայություններից։ Հանրապետության տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունից, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությունից։ Նիստերի դահլիճում ամեն բան հանգիստ էր, փոխարենն ակտիվ էր խորհրդարանի միջանցքը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսել է ընտրակաշառքի մասին եւ հայտարարել, որ ընտրակաշառք բաժանողներին պետք է ձերբակալեն։ Ես կարծում եմ, որ եւ ոչ միայն կարծում եմ, ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին գնալ մինչև վերև, որովհետեւ բավարար չի ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների։ Պետք է գնալ մինչև վերև։ Ինձ համար եւ ցանկացած պատասխանում եմ, բանական մարդու համար ակնհայտ է, որ չէր կարող մի հատ ուղակի մի տասովշիկ զատնել եւ որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ոչ, ակնհայտ է, որ նախ այդ տասովշիկին այդ գումարները տվել են եւ ակնհայտ է, որ տալուց էլ հրահանգել են, ասել են, «Էս քեզ փող, մի վայրկյան, էս քեզ փող, կգնաս եւ կմուծես, որպեսզի ընտրեն մեզ»։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում 3 կուսակցությունները՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել եւ ուղղորդել այդ ընտրակաշառքները եւ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման։ ԿՊԱ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նույնպես հայտարարեց, որ ընտրությունում ընդդիմադիր ուժերը իրենց ձայների մեծ մասը ստացել են ընտրակաշառքի միջոցով, բայց չհստակեցրեց դիմելու են սահմանադրական դատարան, թե ոչ ընտրությունը չեղյալ համարելու համար։ Թեպետ մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ դատարաններում արդեն վիճարկվել են, դատարաններն էլ արձանագրել են խախտումները, սակայն այդ գործընթացի շարունակությունը վերաքվեարկությունների նշանակումը այդպես էլ տեղի չի ունեցել։ Առհասարակ վերջին ամիսներին տարբեր ոլորտներում տեղի ունեցած զարգացումները մեկ ընդհանուր հարց են առաջ բերել։ Երբ քաղաքական հայտարարությունները նախորդում են իրավական գործընթացներին, դատարանների որոշումները մնում են անկատար, իսկ քաղաքացիները բախվում են սահմանափակումների առանց բացատրության, բնականաբար կասկածներ են առաջանում։ Օրենքն է թելադրում որոշումները, թե քաղաքական կամքը։ Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դեպքեր կրկին ուշադրության կենտրոնում են պահում իրավական պետության եւ քաղաքական ազդեցության սահմանների հարցը։ Դատարանների որոշումներն անտեսելն ու չկատարելը, ընտրական վեճերը, քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումները, նաեւ մասնավոր սեփականության նկատմամբ պետության աճող հետաքրքրությունը դարձել է հանրային եւ մասնագիտական քննարկումների առարկա։ Ընդդիմադիր գործիչներն ու մի շարք իրավաբաններ պնդում են, որ տարբեր գործընթացներում քաղաքական նպատակահարմարությունը հաճախ գերակայում է իրավական տրամաբանությանը։ Վերջին ընտրական գործընթացներից հետո մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ դատարաններում վիճարկվեցին։ Դատարաններն արձանագրեցին խախտումները, սակայն այդ գործընթացի շարունակությունը, վերաքվեարկությունների նշանակումը այդպես էլ տեղի չունեցավ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր հերթին հայտարարեց, որ դատարանի որոշումները չեն ենթադրում ավտոմատ վերաքվեարկության անցկացում եւ յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի առանձին իրավական հիմքով։ Իրավունքը խախտվում է, ամեն ինչ արվում է քաղաքական նպատակներով, քաղաքական նկատառումներով եւ կարծես թե մի անձի եւ մի
կուսակցության համար է ծառայում ողջ իրավապահ համակարգը, եւ եթե նույնիսկ անհատ դատավորներ են լինում կամ անհատ գործիչներ իրավապահ համակարգից, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում լինի որոշումով կամ ինչ-որ որոշում չկատարելով, ապա հասկանալի է, թե մենք տեսել ենք, թե ինչ վիճակներում են նրանք հայտնվում։ Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքին, որի սահմանափակումը ըստ օրենսդրության կարող է իրականացնել միայն հստակ իրավական հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինների կամ դատարանի որոշմամբ։ Անհրաժեշտ է քրեական վարույց, քրեական վարույթի շրջանակներում առաջադրված մեղադրանք, այսինքն հանրային քրեական հետապնդում եւ դրա շրջանակներում կիրառված բացակայելու արգելք խափանման միջոց։ Բացակայելու արգելք խափանման միջոց կիրառված չլինելու պարագայում այդ անձանց ելքը սահմանափակելու իրավական հնարավորություն չկար։ Վերջին օրերին տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ հայտարարեցին, որ սահմանային անցակետերում իրենց արգելել են լքել երկիրը։ Իրավունքի տեսանկյունից կարող էին արգելել միայն կնոջի կողմից կայացված որոշման հիման վրա, նա մանավանդ խոսքը այստեղ գնում էր տեխնացուների մասին, որոնց պարագայում նման տիպ որոշումներ կայացնելուց առաջի հերթին պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր թողտվությունը տար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր, որպեսզի խափան միջոց ընտրվեր, որպեսզի այդ արգելքը փակվեր, բայց մենք տեսնում ենք, որ հակառակ հերթականությամբ է արվում։ Նման իրավիճակում հայտնվեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա գրասենյակը նախապես տեղեկացրել էր, որ նախագահը պատրաստվում է 3 օրով մեկնել արտերկիր անձնական հարցերով, սակայն օդանավակայանում նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Որոշման ամբողջական եւ հրապարակային հիմնավորումը չի ներկայացվել։ Սպասելի էր, որ այդ քայլը արվելու է, որովհետև ցավոք վերջի տարիներին իրավապահ համակարգը, քննչական կոմիտեն, դատախազությունը ավելի շատ ոչ թե առաջնորդվում են քրեադատավարական օրենսդրությամբ, այլ առաջնորդվում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթներով, հարցազրույցներով, ասուլիսներով եւ ցուցումներով։ Նմանատիպ դեպք պատահեց ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի հետ։ Սահմանապահ ծառայությունը նրան արգելել է այցելել Վերին Լարսի, իսկ այցելության նպատակը ոչ թե երկրից հեռանալն էր, այլ ուղիղ եթերով ներկայացնելը, թե ինչ հերթ է գոյացել Լարսում, ինչ վիճակում են հայկական բեռնատարները եւ գյուղմթերքի արտահանումը։ Սկզբում արգելքն է եղել երկրից դուրս գալու, վստահ եմ, որ հաջորդիվ մի շարք քրեական շինծ ու գործեր կլինեն եւ ուժեղ Հայաստանի հետ կապված եւ Հայաստան դաշինքի հետ կապված եւ Բարգավաճ Հայաստանի հետ կապված կլինեն մի շարք քրեական գործեր, կձերբակալվեն եւ փորձ կարվի կանոնավորելու մի շարք անձանց, որովհետեւ այդ հոսույթը իրավապահ համակարգը լսել է արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից։ Երկրից ելքի սահմանափակումների համատեքստում հիշատակվում է նաև Գագիկ Ծառուկյանի անունը։ Նախկինում նրա նկատմամբ կիրառվել էին քրեական վարույթի շրջանակում խափանման միջոցներ, որոնց թվում էր նաև երկրից չբացակայելու պարտավորությունը, բայց այս անգամ ոչ ծանուցում է եղել, ոչ էլ կուշացում։ Վիճահարույց թեմաներից հաջորդը Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ զարգացումներն են։ Միջև իրավական գործընթացների պաշտոնական մեկնարկը Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններով խոսել էր ընկերության հնարավոր պետականացման անհրաժեշտության մասին։ Փորձագետների կարծիքով հենց այդ հայտարարություններն են քաղաքական ազդանշան տվել հետագա իրավական եւ վարչական գործընթացներին։ Բարդ է իրավաբանի համար լուրջ քննարկման առարկա դարձնել այնպիսի կատեգորիաներ, որոնք չեն ենթարկվում որևէ իրավական տրամաբանության։ Նույն համատեքստում են նաև Արարատ ցեմենտի շուրջ հնչող քաղաքական հայտարարությունները։ Այս դեպքում նույնպես քաղաքական ուղերձ են նախորդել է իրավական գործընթացին։ Սրանով մենք ներդրողներ ենք կորցնելու մեր երկրում, որովհետև մեր երկիրը այլևս կանխատեսելի չէ, մեր երկիրը ստացվում է արդեն, որ հնարավոր է մեկ անձի որոշմամբ բիզնես փակվի, մեկ անձի որոշմամբ ինչ-որ գործունեություն արգելվի, մեկ անձի որոշմամբ ինչ-որ մի բիզնես խլվի։ Երբ դատարանների որոշումները մնում են առանց քաղաքական հետևանքի, քաղաքացիներին չի ներկայացվում նրանց իրավունքների սահմանափակման ամբողջական հիմնավորումը, իսկ քաղաքական հայտարարությունները նախորդում են իրավական գործընթացներին, բնականաբար առաջանում են հարցեր պետական ինստիտուտների անկախության եւ իրավական համակարգերի ինքնուրույնության վերաբերյալ։ Իսկ այդ հարցերին իշխանությունը եւ ընդդիմությունը շարունակում են տալ տրամագծորեն տարբեր պատասխաններ։
Պաշտոնական Երևանը հայտարարել է հայ-ամերիկյան հերթական զորավարժության մասին, որը մեկնարկում է մի ժամանակահատվածում, երբ Երևանի եւ Մոսկվայի հարաբերությունները շարունակում են մնալ լարված։ Թեև պաշտոնական հաղորդագրություններում խոսվում է խաղաղապահ առաքելությունների եւ փորձի փոխանակման մասին, իրական քննարկումը վաղուց արդեն ոչ թե զորավարժանքի, այլ աշխարհաքաղաքական ընտրության շուրջ է։ Ուր է տանում Հայաստանը իր անվտանգային քաղաքականությունը, ինչ ազդակ է սա Մոսկվային եւ ինչպես է դրան վերաբերվում Իրանը, ռեպորտաժում։ Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան զորավարժությունը, արծիվ գործընկեր խորագրով։ Այն առաջին անգամ կազմակերպվել է 2023 թվականին, ապա դարձել է ամենամյա։ Հաղորդագրություններում զորավարժությունը ներկայացվում է որպես խաղաղապահ բնույթի վարժանք, որի նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավվող ստորաբաժանումների պատրաստվածությունը, կատարելագործել փոխգործակցությունն ու փորձի փոխանակումը։ Առաջին հայացքից ամեն ինչ բավական սովորական է, սակայն զորավարժությունն ամենևին ուժի ցուցադրման համար չէ։ Դրանով փորձում են ընդգծել, որ Միացյալ Նահանգները խաղաղություն է բերել Հարավային Կովկաս։ Ռազմական տեսանկյունից էլ ըստ մասնագետների այն խոշոր զորավարժությունների շարքին դասել պետք չէ։ Այստեղ չեն տեղավորվում հազարավոր զինծառայողներ, ծանր տեխնիկայի մեջ շարասյուներ կամ ռազմաօդային ուժերի հսկայական խմբավորումներ։ Միացյալ Նահանգներն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Վրաստանում, Լեհաստանում կամ Ռումինիայում շատ ավելի մեծ մասշտաբի զորավարժություններ է անցկացրել, սակայն այս զորավարժության նշանակությունը չափվում է ոչ այնքան ներգրավված զինծառայողների թվով, որքան քաղաքական ենթատեքստով։ Երբ որ մենք նայում ենք դասական իմաստով, ապա բոլոր այն դեպքերում, երբ որ տվյալ երկիրը հարևանների հետ կամ իր հետ հարաբերությունները որոշակի շահագրգռվածություն ներկայացնող երկրների հետ պահպանում է անկալելի հարաբերությունները, բնականաբար այդ ռիսկերը կամ չեզոքացում են կամ լինում են նվազագույն։ Ըստ падգամավորի, այս զորավարժության գլխավոր հասցեատերերից մեկը անկասկած Մոսկվան է։ Հայաստանը փաստացի ցույց է տալիս, որ այլևս չի ցանկանում իր անվտանգության ամբողջ ճարտարապետությունը կառուցել բացառապես Ռուսաստանի վրա։ Առավել ևս, որ վերջին տարիներին Երևանը բազմիցս հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, ուստի Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը կառույցին։ Սովորական պայմաններում խաղաղապահ առաքելության անցկացման շրջանակներում վարժանքները, զորավարժությունները նրանք դիտարկում են նորմալ process-ի մաս, հատկապես այն երկրների համար, որոնք տարբեր երկրներում մասնակցում են խաղաղապահ առաքելության։ Բայց երբ խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները բավականին լարված են, բնականաբար ցանկացած բան իրադարձություն Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի դեմ ուղղված քայլ է։ Իրանի համար ուղերձը ավելի բարդ է։ Թեհրանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր անմիջական անվտանգության գոտի եւ զգայուն է տարածաշրջանում արևմտյան ռազմական ներկայության աճի նկատմամբ։ Հայաստանը փորձում է հավաստիացնել, որ խոսքը խաղաղապահ բնույթի համագործակցության մասին է, սակայն Իրանում դժվար թե անտեսեն այն փաստը, որ ամերիկյան զինվորականների ներկայությունը Հայաստանի տարածքում արդեն բացառիկ դեպք չէ, բարբերական բնույթ է կրում։ Իրանի մոտեցումը այս հարցում մշտապես եղել է հստակ, առնվազն զգուշավորությունը Իրանը դրսևորում բոլոր այն դեպքերում, երբ Միացյալ Նահանգները իր հարևան որևէ երկրում որևէ գործընթաց է ծավալում, դա կլինի խոշորամասշտաբ ներդրում, դա կլինի ներկայություն, դա կլինի որևէ ձևով ակտիվություն, այդ թվում նաև տնտեսական։ Երևանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է խորացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների հետ ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային ոլորտում։ Այլ կերպ ասած, Հայաստանը փորձում է ապացուցել, որ այլևս իրեն չի տեսնում բացառապես ռուսական անվտանգության համակարգի շրջանակում։ Հենց այդ պատճառով արծիվ գործընկեր 2026-ի գլխավոր նշանակությունը ոչ թե զորավարժարանի տարածքում է, այլ աշխարհաքաղաքական հարթությունում։ Դա հերթական քայլն է ցույց տալու, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանն աստիճանաբար ավելի տեսանելի կերպով մերձենում է Միացյալ Նահանգներին եւ Արևմուտքին, միաժամանակ հեռանալով Ռուսաստանից։ Սեդակ Յուրեղյան, Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Միջազգային հարթակներում շարունակում են քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը։ Ֆրանսիայում մեկնարկած մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը ներկայումս ռացիոնալ մարդկանցից է կազմված։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները իր գնահատմամբ արդար բնույթ ունեն։ Միևնույն ժամանակ Թրամփը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքականությունը, ընդգծելով, որ Լիբանանի հարցում Իսրայելի ղեկավարությունը պետք է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերի։ Սպիտակ տան ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Իսրայելն ընդհանրապես չպետք է ներգրաված լինի Լիբանանում գործող իրանամետ Հեզբոլլահ շարժման դեմ պայքարում։ Նրա խոսքով այդ խնդրով ավելի ճիշտ կլիներ զբաղվեր Սիրիան։ Մինչ Թրամփը խոսում է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ տարածաշրջանում լարվածության նվազեցման հնարավորության մասին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերահաստատում է իր կոշտ դիրքորոշումը։ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մասին տեղեկություններից ժամեր անց Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը երբեք թույլ չի տա, որպեսզի Իրանը միջուկային զենք ձեռք բերի, անկախ նրանից գոյություն կունենա գործարք, թե ոչ։ Իսրայելի վարչապետի խոսքով Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարը իր քաղաքական կյանքի գլխավոր առաքելություններից մեկն է եղել եւ շարունակում է մնալ այդպիսի։ Նեթանյահուն նաև հայտարարել է, որ իսրայելական բանակը կշարունակի մնալ Գազայում, Լիբանանի հարավում եւ Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար։ Նրա խոսքով Իսրայելը վերջին տարիներին կարողացել է ձևավորել պաշտպանության խորացված գոտիներ եւ կանխել երկրի դեմ ուղղված սպառնալիքները, սակայն պայքարը դեռ ավարտված չէ։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններին, Նեթանյահուն նշել է, որ տարիներ շարունակ համագործակցել են, հաճախ ունեցել են ընդհանուր մոտեցումներ, սակայն եղել են նաև տարաձայնություններ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իր գլխավոր պարտականությունը Իսրայելի անվտանգության շահերի պաշտպանությունն է։ Այս ժամի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։